Շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես նաև ողջունում եմ ձեզ բոլորին ու շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին ման կարևոր քննարկում անցկացնելու համար, ինչու է կարևոր, որովհետև նման թեմաների քննարկումը եւ բարձրաձայնումը առաջնահերթություն ունի այսօր, որովհետև թե աշխարհում, թե մեզ մոտ կարծես թե քաղաքականությունը ամեն կերպ ցանկանում է իրավական կոմպոնենտը այս հարցի մի կողմ տանել, որպեսզի շատ ավելի թույլ միջավայրում հայտնվի հայկական կողմի, ինչու է այդպես, որովհետև բոլորը գիտակցում են, որ իրավական առումով հայկական կողմը բավականին զորև է եւ իր իրավունքների պաշտպանության թերևս վերջին գործիքն է մնացել, որով պետք է հայկական շահը սպասարկվի եւ պաշտպանվի։ Դրա համար այս թեմաների մասին խոսելը առանձնակի կարևորություն ունի, որպեսզի կարողանանք այն քաղաքական առումով, որ զուգահեռացնում է, դրան ինչ-որ կերպ զսպել։ Քանի որ Տիկին Սահակյանը բավականին խորքային եւ ամփոփ ձևով ներկայացրեց թեմայի մարդու իրավունքների կոմպոնենտը եւ պաշտպանական հնարավոր քայլերը, ես կանդրադառնամ այն հարցերին, թե ընդհանրապես Ադրբեջանի այս դատական գործընթացները ուր են տանում, ինչ հետևանքներ կարող են առաջացնել եւ դրանց կանխման համար ինչ գործիքներ մենք պետք է օգտագործենք։ Անզեն աշխողը, եթե դիտենք, չունենալով բարձր պատմաիրավական քաղաքական գիտելիքներ, կարող ենք տեսնել, որ հիմնականում երկու ուղղության աշխատանք է տարվում այս դատավարությունների ընթացքում, որովհետև սրանք փոքր մասն են մեծ ռազմավարության, որ ադրբեջանական գործոնը ցանկանում է հայկական շահի դեմ իրականացնել։ Մեկը ներպետականն է, այսինքն այս դատավարությունները սպասարկում են ինչ-որ վերնախավի շահերը եւ դրանով ամրապնդում են դրա դերը, որ տեսեք 30-ամյա թշնամիներին կարողացել ենք բռնել, գերեվարել եւ հիմա այդ դատավարություն են իրականացնում եւ դա ներկայացում է որպես Նյուրնբերգյան դատավարություն, մոռանալով, որ Նյուրնբերգյան դատավարությունը լրիվ ուրիշ թեմայի մասին է, միջազգային կոնսենսուսով պայմանավորված դատավարություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասներ եւ այլն, իսկ այստեղ մենք գործ ունենք հակառակը, մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարած անձը եւ պետությունը, ցեղասպանություն իրականացրած պետությունը, պատերազմական հանցագործություններ կատարած պետությունը ինքն է իրականացնում դատավարությունը այն անձանց նկատմամբ, ովքեր որ դժոխք են։ Այսինքն լրիվ հակառակ դրամաբանության։ Այս ներպետականի վրա շարժենք ավելի շատ խոսենք, թե հայկական շահի դեմ ինչ գործողություններ է անում եւ ինչ է ուզում հետագայում անել։ Հայկական գործոնի դեմ կատարվող գործողությունները մի քանի մասերի պետք է բաժանենք։ Առաջինը անձանց դեմ կատարվող գործողություններն են, որոնք այսօր գերեվարված են եւ նրանց դեմ կոնկրետ դատավարական գործընթաց տեղի ունեն։ Երկրորդը Արցախի դեմ կատարվող գործունեությունը այս դատավարության միջոցով, երրորդը Հայաստանի Հանրապետության դեմ կատարվող գործողությունը եւ չորրորդը Հայ ազգի դեմ կատարվող գործողությունը։ Այսինքն մեկ իրավական գործընթացի միջոցով 4 հիմնական թիրախ է ադրբեջանական կողմը։ Մեկ միասնական ռազմավարություն եւ փոքրիկ մարտավարական քայլեր, որպեսզի ամբողջական շրջանակը պատկերացնեն եւ ստեղծող դրանցից առանձին հատվածին անդրադառնան։ Եթե ուշադրի նայում ենք մեղադրական եզրակացություններին, այն ինֆորմացիան, որ մենք կարողացել ենք ձեռք բերել եւ դրանով են իհարկե կողմնորոշվում, մեղադրական եզրակացություններում, բացի այն, որ անձին մեղադրվում են միջազգային հանցագործությունների կատարման մեջ, կարմիր գծով դնում է այն, որ նրանք անդամակցում են հանցավոր կազմակերպությանը։ Այսինքն այստեղ բոլոր նրանք, ովքեր Արցախի հանրապետության հետ որևէ ձևով առնչվել են, նրանք այս մեղադրական եզրակացության տակ են մնում։ Հանցավոր կազմակերպությունը, գիտեք, մեր քրեական օրենսդրության մեջ կա, գրեթե բոլոր պետությունների օրենսդրությունում կա, դա մարդկանց խումբն է, ովքեր որ հանցավոր նպատակների իրականացման միավորվում են եւ իրացնում են իրենց հանցավոր նպատակները։ Արցախի հանրապետությունը ադրբեջանական այս մեղադրական եզրակացություն ներկայացվում է որպես հանցավոր կազմակերպություն եւ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչվել են Արցախի հանրապետությանը, մասնակցել են հանրապետության գործունեության իրականացման, նրանք համարվում են հանցագործներ։ Այս մեղադրական եզրակացության տրամաբանության մեջ։ Իհարկե, այստեղ հարց է առաջանում, բայց ինչպես եղավ, որ 160,000 արցախցիներից միայն մեղադրական եզրակացության սուբյեկտ են համարվում 23 օրինակ, կամ 50 կամ 100-ը եւ ոչ թե ամբողջ շրջանառությունը, չէ՞ որ այդ տրամաբանության բոլորն են համարվում հանցավոր կազմակերպության անդամ։ Այստեղ Ադրբեջանը, եթե ինչ-որ այդ հարցը բարձրաձայնվի, պետք է ինչ-որ կերպ այդ հարցին պատասխան տալ։
Ավելին, վերջի 120,000 հայը հենց ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Բերձորի անցնելով թույլտվությամբ անցել են, չէ՞, այսինքն այդ 120,000 հայը ըստ ադրբեջանցիների անցագործ չեն, բայց մի խումբը անցագործ։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ վերաբերմունքը միանշանակ չէ հոդվածի իմաստով։ Ամեն դեպքում անձանց դեմ ուղղված բոլոր դատավարությունները իրենց մեջ պարունակում են շինց ու մեղադրանքներ, եթե էլի անձյան աչքով նայում ենք, հասկանում ենք, որ իրավաբաներ չլինեք, տեսնում եք դրանց իրական շինությունը ինչու՞մ է, էլի ակնհայտ, ցանկացած վկայի ցուցմունքի ժամանակ էլ դուք կարող եք տեսնել պատճառ-հետևանքային կապը վկայի ցուցմունքի եւ մեղադրանքի առկա չէ, բայց դժվար չի կռել, որ առաջիկայում երբ որ լինեն դատավճիռները, այդ վկաների ցուցմունքները հիմք են հանդիսանալու մեղադրանքի։ Այստեղ են պրիմիտիվ իրավական տրամաբանությունը անգամ չի պահպանվել։ Բայց անձանց պատասխանատվության ենթարկելով եւ ներպետական ինչ-որ դիվիդենտներ Ադրբեջանում ստանալով, Ադրբեջանը նաեւ թիրախավորում է Արցախի հանրապետությունը եւ Արցախի հանրապետության գոյությունը պատմականորեն ուզում է վերացնել։ Այն ինչ որ արվել է ֆիզիկապես հողի վրա, իրավական տեսանկյունից ցանկություն կա վերացնելու եւ դրա համար է Արցախը ներկայացվում է որպես հանցավոր կազմակերպություն։ Դրա համար է նաեւ որ շատ ուժեղ թիրախային հարված կա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի անուղղակի հիման վրա ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց կոչված էր կարգավորելու Արցախյան հիմնարարը, որովհետեւ անգամ միջազգային հանրության մոտ կոնսենսուս կար, որ Արցախի հանրապետությունը ոչ միայն օրենքի խախտման ձևավորված կազմակերպություն է, այլ նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա ձևավորված կազմակերպություն է։ Որտեղ միջազգային պրակտիկայում, եթե որևէ մի ժողովուրդ ինքը իրեն հռչակում է անկախ, արտաքին ինքնորոշման իրավունքի է դիմում, եւ դա միջազգային հանրության կողմից ընկալելի չէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունում, ասելով, որ այս ձևավորված կազմակերպությունը չի համապատասխանում միջազգային իրավունքի եւ մենք ոչ ենք անում չճանաչել այս կազմակերպությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այդպիսի պրակտիկա կա եւ լայնորեն տարածված պրակտիկա է։ Արցախի պարագայում այդպիսի պրակտիկա չկա։ Հակառակը։ Այսինքն ստեղծվել է մի խումբ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը պետք է զբաղվեր Արցախի ինքնորոշման իրավունքի խնդրի լուծմամբ։ Եվ ունենք պրակտիկա, որ օրինակ Հյուսիսային Կիպրոսը ինքը իրեն հռչակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել կոչանելով չճանաչել, որովհետև միջազգային իրավունքի խախտմամբ ձևավորված կազմավորում։ Բնականաբար, սա Ադրբեջանը գիտի եւ ամեն կերպ ուզում է ստանալ միջազգային հանրության կողմից, Հայաստանի կողմից ինչ-որ մի իրավական լուծում, որ Արցախը այլևս գոյություն չունի։ Իրավական տրամաբանությամբ, ոչ թե փաստացի տրամաբանությամբ։ Եվ բնականաբար այս դատավարությունները նաև ուղղված են նրան, որ եթե դատավճռով մի հատ էլ առանձին է ճանաչվում Արցախը որպես հանցավոր կազմակերպություն, եւս մեկ իրավական գործիք է իր մոտինում, ճիշտ է ներպետական դատական որոշում։ Բայց մենք պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքում անգամ ներպետական դատական որոշումները կարող են դիտարկվել որպես միջազգային իրավունքի նորմերը որոշակիացնող գործիքներ։ ՄԱԿ-ի արտադրության միջազգային դատարանի կանոնադրության 38-րդ հոդվածում հրագերված, որ դատական որոշումները միջազգային իրավունքի առանձին նորմերի որոշակիացման գործիքներ կարող են դիտարկվել։ Արտադիր չէ, բայց կարող են դիտարկվել։ Այս տիրախը ևս լուծելով անցնում է կամ անցնելու է նաև Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործիքներ կիրառելու։ Դուք գիտեք, որ միջազգային իրավունքում անձանց գործողությունները կարող են վերաբերվել նաև պետությունների։ Եվ էլի մեղադրական գործընթացները եթե ուսումնասիրեք եւ վկայությունները եւ դատախազի մեղադրանք կտեսնեք, որ անձանց ներկայացվում են ոչ թե որպես առանձին սուբյեկտներ, ովքեր վարքագիծ են դրսևորել, այլ անձինք, ովքեր իրենց վարքագիծի դրսևորման համար հիմք են ընդունել Հայաստանի Հանրապետության հրամաններ։ Կա միջազգային իրավունքում պետությունների պատասխանատվության հոդվածներ, դա կոնվենցիա է, որը դեռևս ուժի մեջ չի մտել, որտեղ բավականության պետությունները չեն ստորագրել, չեն ավելացրել, բայց դրա դրույթներից շատերը սովորական իրավունքի ուժով գործում։
Եվ կան առանձին կոնվենցիաներ, որոնք կոնվենցիայի շրջանակներում պետությունների պատասխանատվությունը ընդունում։ Կան նաև միջազգային դատական պրակտիկա, այդ ՄԱԿ-ի արտադրության միջազգային դատարանի կողմից ընդունված, որ անդամ ոչ պաշտոնյա անձանց գործողությունները կարող են վերագրվել պետությունների, Տերանի գործը։ Այդ չեմ խոսում պաշտոնատար անձանց գործողությունների վերագրելիությանը, պետությանը։ Այսինքն, այս ամեն ինչը բնականաբար ենթադրում եմ Ադրբեջանին խորհուրդ տրվել է, կամ Ադրբեջանի իրավաբաններին են խորհուրդ տվել, որ այս գիծը անպայման պահել վաղ այսօր Հայաստանի Հանրապետության դեմ իրավական հնարավոր գործընթացներ սկսելու համար։ Դրա համար ամբողջ դատավարական պրոցեսի նաև ոչ ասեմ վերջնական, բայց վերջին թիրախներից մեկը պատասխանատվության բեռը անձանց վրա հիմնավորելն է եւ այդ կերպ նաեւ տարածելն է Հայաստանի Հանրապետության, որովհետեւ եթե անձին մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ, հատկության դեմ ուղղված հանցագործությունների կամ այլ հանցագործությունների մեջ, չկա Արցախը որպես սուբյեկտ, եւ նրանք էլ Արցախի ներկայացուցիչները չեն, այլ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ են, ապա որն է գալիս պատասխանատվության հաջորդ նկատակը Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությանը պատասխանատվության դաշտ բերելու համար անհրաժեշտ է իրավական մեխանիզմ։ Պետությունների պատասխանատվության հոդվածները եթե անգամ ուժի մեջ չեն մտել, փորձելու են սովորութային իրավունքով ինչ-որ կերպ կիրառել կամ դրանց մի մասը կիրառել։ Հետո փորձելու են քաղաքական գործընթացներ սկսել Հայաստանի դեմ, ասելով, որ տեսեք մենք ունենք իրավական հիմք եւ օրինակ Հայաստանից պահանջելու են ոչ միայն Բեռնի կոնվենցիայով սկսված գործընթացի իրավական հետևանքներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ պետությունների պատասխանատվության այլ գործընթացներում, իդեպ այստեղ եթե ես իհարկե վստահ եմ, որ Բեռնի կոնվենցիա որևէ պատասխանատվություն չկա Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրավական առումով մենք բավականին ուժեղ ենք այս հարցում, բայց այստեղ հետաքրքիր փաստ կա։ Մեզ մեղադրում են օրինակ Քարվաճարի տարածքում բնապահպանական հավայք ստեղծելու համար, բայց իրականում հակառակն է, որովհետև ինչքան ժամանակ որ Արցախի տիրապետության տակ է եղել Քարվաճարի շրջանը, այդքան բնապատիկ ավել բնություն է այնտեղ զարգացել, որովհետև քիչ մարդ է բնակվել եւ բնությունը շատ ավելի վերականգնել է։ Այս առումով հակառակ տրամաբանություն։ Բայց այդուհանդերձ Բեռնի կոնվենցիայով գնացել։ Հիմա Ադրբեջանը փորձելու է, եթե սովորութային իրավունքով ոչ մի բան չի կարողանում անել, քննի գտնի ինչ-որ կոնվենցիաներ, որի շրջանակներում Հայաստանը որևէ պարտավորություններ ստանձնել է, որպեսզի դատարաններում իրենց դատարաններում հաստատված փաստերը վերագրելիությամբ տարածի Հայաստանի վրա եւ ինչ-որ կոնվենցիայով պատասխանատվության հարց առաջացնի։ Դուք գիտեք, որ մենք ՄԱԿ-ի արտադրության դատարանի ընդհանուր իրավազորությունը չենք ընդունել եւ ոչ բոլոր գործերով կարող են գալ արտադրության դատարան եւ Հայաստանի դեմ իրավական պահանջներ կազմել։ Եվ մենք եւ Ադրբեջանը ընդունել ենք հատուկ իրավազորություն, ինչը նշանակում է, որ կոնկրետ կոնվենցիաներով ենք ընդունել իրավազորություն դատարան։ Օրինակ, մենք դատական գործ գնացել ենք ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակներում, որի շրջանակում եւ մենք եւ Ադրբեջանը իրավազորություն ընդունել։ Հիմա Ադրբեջանը պետք է փորձի ինչ-որ կոնվենցիաներ գտնի, որպեսզի հաստատված փաստերը իբր թե վերպետական արձաններ տանի դեպի միջազգային արձաններ եւ այս կերպ Հայաստանին ծանրաբեռնի ինչ-որ հավելյալ պահանջներ։ Տեսականորեն էլ պրակտիկայում էլ գրեթե չկան այդպիսի իրավական մեխանիզմներ, բայց Ադրբեջանը փորձելու է դա անել։ Դրանց այդ ժամանակ ով կլինի հայկական, ովքեր կլինեն հայկական քաղաքական ղեկավարությունը եւ արդյոք վախեցնեն դրանով հայկական հանրությանը կրկին ինչ-որ զիջումների գնալու համար, բայց հիմիկվանից կարող ենք ասել, որ իրավական գործիքներ այս առումով Ադրբեջանը շատ չունի, եթե կարելի ասել ընդհանուր չունի։ Այդուհանդերձ, բացի Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր իրավական գործիքներից, նաև Ադրբեջանը այս գործողություններով հայ ժողովրդի դեմ է ինչ-որ գործընթաց սկսել եւ փորձում առաջ տանել։ Ես այն օրը փորձում էի այսպես մի քիչ ավելի վերացարկեմ, հասկանալ թե ադրբեջանական գործոնի ազդեցությունը մեր տարածաշրջանում ինչ էֆեկտ է ունեցել վերջի տարից ավել ժամանակահատվածում եւ էլի անձեն աչքով եթե նայենք, կտեսնենք, որ 150 տարվա դեպի ադրբեջանական գործողությունների հետևանքով հայ բնակչության արեալը կտրուկ փոքրացել, չափազանց կտրուկ փոքրացել, որը ցեղասպանության քաղաքականության ակնհայտ դրսևորում։
Եթե 19-րդ դարի 70-80-ական թվականներից հաշվենք, Փոքր Ասիայի կենտրոնական հատված, Կիլիկիա, հայկական լեռնաշխարհ, ժամանակակից Ադրբեջանի տարածք անգամ մինչև Բաքվի հատվածներ, այս ամբողջ տարածությունում հայկական քիչ բնակչություն եղել է եւ այսօր ունենք ընդամենը մի փոքր հատված, որտեղ հայ մարդը ապրում է։ Վերջում զրկվեցինք Արցախի տարածքից հայ մարդու բնակության հնարավորությունից։ Այսինքն այս մեծ միասնական ռազմավարական քաղաքականության կոնկրետ դրսևորումներ են։ Նախիջևանում ունենք սովետական միության շրջանում զրկվեցինք, Արցախում ունենք մեր կյանքի ընթացքում զրկվեցինք։ Հիմա այս նույն տրամաբանության շրջանակներում Ադրբեջանը իրավական գործիքներով նաև խփում է ազգային գործոնին, հայկական հայ ազգի, այսպես ասած, եւ ինքնության, եւ արժանապատվության զգացողության, եւ ընդհանրապես ազգ բարոյականության հասկացությունների տրամաբանությանը, որի միջոցով փորձում է մասնատել այն վերջին կապերը, որ հայ ազգը ինքն իրեն պահում է ինքնության տրամաբանության շրջանակներում, օգտվելով այն առիթից, որ հայ ազգը բավականին զգայուն ազգ է եւ իր որդիների նկատմամբ անարժանապատիվ գործողությունը միանգամից վերագրում է իրեն, այսինքն այդ զգացողությունը ալտերնատիվ է, դա զգացել։ Դա համար որքան որ նվաստացվի ցանկացած հայ մարդ ադրբեջանական ռազմական պրոցեսների ընթացքում, այդքան նվաստացվում է հայ ազգը։ Եվ այս ընտրությունը այս բառերի պատահական չէ, որ յուրաքանչյուր հայ մարդ է դարձնում, որովհետև նպատակը հենց դրան է դրված։ Դատելով մեկ հայի, իրանք այդ շղթայական ռեակցիան հասկանում են, որ տարածում է ամբողջ հայ ազգի մոտ, եւ բնականաբար առաջանում է այդ արժանապատվության զգացողությունը։ Հանրապես սոցիալ հոգեբանները ավելի լավ գիտեն, բայց սոցիալական հոգեբանության մեջ կա այդպիսի դրվագ, որ նման հարվածներից հետո կոլեկտիվ սուբյեկտը, խումբը երկու որոշման է գնում, կամ հակադարձման, կամ կազմաքանդման։ Հակադարձումը դա վրեժն է, դա արդարության վերականգնման պահանջն է եւ կազմաքանդման։ Երբ որ դու չես ուզում նույնանաս արժանապատվությունը կորցնող մարդու հետ կամ խմբի հետ, արդյունքում սկսում ես ազգային ինքնության հետ կապված հարցեր բարձրացնել եւ հրաժարվել ազգային ինքնությունից։ Սա եւս կարծում եմ իդեալ է Ադրբեջանը եւ հնարավորության սահմաններում փորձում է դա օգտագործել։ Եթե դրա համար օգնող մարդիկ կան այլ միջավայրերում, բնականաբար այդ օգնությունից նաև պետք է։ Ես փորձեցի կարճ իրավական գործիքների ազդեցությունը բոլոր հնարավոր թիրախներին ներկայացնեմ, ու ասեմ, որ բայց ամեն ինչ փոխված չէ, հակառակը, սրանց յուրաքանչյուրին գործողություններ կան, հատակման մեխանիզմներ կան, եւ մենք էլ ստեղ ենք որ դա իրականացնենք։